Եվս մեկ կարևոր տեղեկություն եմ ուզում հաղորդել հայագիտության և թաքնագիտության վերաբերյալ։ Մեր հայագիտության խոշոր ներկայացուցիչ Ղազարոս Աղայանը շատ հետաքրքիր մի տեղեկություն է փոխանցում չափերով մեծացող, անդադար աճող մի քարի մասին, որը ի ուրախություն բոլորիս պահպանվել է մինչև մեր օրերը։ Աղայանը ոչ միայն հայագետ էր, այլև մեծագույն թաքնագետ, եթե համապատասխան տեսողությամբ մոտենանք նրա հեքիաթներին, երգերին և մյուս ստեղծագործություններին։ Ուզում եմ կարդալ Աղայանի գրքից մի հատված, որը վերաբերվում է այդ արտասովոր քարին, միանգամից հատվածը։ Այս եկեղեցին մի փոքրիկ մատուռաձև շինություն է, և ներսը ավագ կողմին կանգնեցրած է մի սևագույն, բավականին լայն ու երկայն որցաքար։ Քարի վրա եղած արձանագրության խոսքով նա անվանվում է Ջուհար խաչ և շինած է Սմբատ իշխանի ձեռով մեզանից մի 1000 տարի առաջ, բայց ժողովրդի մեջ եղած ավանդությունը այդ քարին տալիս է հրաշալի ծագում։ Այդ քարը բուսել է ինքն իրեն, ասում է ավանդությունը, և սկսել է օրեցօր երկայնանալ։ Ուզենալով յուր նշանակությունը հայտնել ժողովրդին, մեկին երևացել է երազում և ասել է նրան. «Եթե ինձ վրա եկեղեցի չեք շինի, ես այնքան կբարձրանամ, որ գլուխս կհասնի մինչև երկինք»։ Երազատեսը պատմել է ժողովրդին, և ժողովուրդն էլ վախենալով, թե միգուցե ճշմարիտ ասածի չափ բարձրանա և ժամանակով վայր ընկնի իրանց գլխին, շտապել են եկեղեցի շինել և քարը դադարեցրել է իր երկայնանալը։ Բացի այն, որ եկեղեցին, քարը և տեղանքը հիշատակվում է և բնականաբար պահպանված է Սմբատ իշխանի կողմից կառուցված այս գոյակերտ կառույցը, գաղտնախորհուրդ, նաև նշեմ, որ չափերով մեծացող քարի հետ կապված մենք ունենք հնագույն մի հավատալիք, հնագույն մի ընկալում, որը իրականում իրենից ներկայացնում է հոգևոր աշխատանքի համար կարևոր մի խորհրդանիշ։ Աշխատանք, որի միջոցով մենք էլ մեր հերթին չենք թույլ տալիս մի քար մեծանա և բարձրանա այնքան, որ հանկարծ մի օր վայր ընկնի ու տակով նա անի թե մեզ համար կարևոր շատ բաներ։ Այս տեխնիկան և ոչ միայն այս տեխնիկան մենք կիրառելու ենք մեր հայագիտական, թաքնագիտական այգ անունը կրող ակումբի շրջանակում։ Ակումբին կարող եք անդամագրվել։ Իդեպ ուզում եմ ուրախությամբ նշել, որ Ռամի գիրքը մոտ օրերս կմտնի տպագրության, և բոլոր նրանք Ռամի կամ Արամի գիրքը թյուրըմբռնումներից խուսափելու համար, բոլոր նրանք, ովքեր մասնակցել են նախավաճառքի փուլում գրքին բաժանորդագրվելուն, ամիսներ անց կունենան իրենց օրինակը։ Հիմա էլ կարող եք միանալ նախավաճառքին կամ սպասել, մինչ գիրքը լույս կտեսնի։ Այս անգամ այսքանը։